որ ծառայում է Ալիևին ու Էրդողանին, ու իր նախընտրական ծրագիրը նրա մասին է, որ ոնց հանձնեցինք Արցախը, այնպես կհանձնենք Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը սպառնում է հայ ժողովրդին, ասում է, որ ես եթե չընտրվեմ կլինի պատերազմ, բայց մենք պետք է հիշենք ու թարմացնենք իր հավի հիշողությունը, որ 3 պատերազմ Նիկոլ Փաշինյանի օրոք ա եղել, 3 պատերազմում էլ պարտվել է, հանձնել է Արցախը ամբողջությամբ, արցախցիները բռնի տեղահանվել են, ջերմուկի դեպքերը եւս զոհերով ու վերջի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ունենք հանձնված տարածքներ, հանձնված կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դեռ պետք է մենք վկայական վերցնենք ու իմանանք այդ հայկական տարածքներ են թե ոչ։ Հիմա այստեղից հետևություն անելով արդյոք 26 թվականին եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, մենք ունենանք կադաստրի վկայական արժանապատվություն, սահմանություն եւ սահմաններ։ Բնականաբար ոչ, Նիկոլ Փաշինյանը կտոր, ինչպես հանձնեց Արցախը, ինչպես կերավ մեր Արցախի հերոսների արյունը խմեց ու վերցրեց Հայաստանի Հանրապետությունը, սարքեց բրոշկա ու փակցրեց իր դոշին, հայ դրանից հետո ինքը նույն կերպ մասնատելու է Հայաստանի Հանրապետությունը, կազմաքանդելով բանակը, բերելու է հասցնել նրան, որ ասի գիտեք ինչ կա, դե ես ստիպված բանակցում եմ նրա համար, որ հանձնենք Սյունիքը, պահենք Երևանը ու ինչ որ մի օր պահելու է Կոմիտասը հանձնի Բանգլադեշը օրինակ։ Հենց որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր կապել չի կարելի, պայթյունավտանգ է, հրավտանգ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հետ 2 անգամ ցավոք սրտի մեր հայրենակիցները հույսեր կապեցին ու մենք զրկվեցինք լույս տղերքից, մեր հայրենիքից, մեր պետությունից, մեր ինքնիշխանությունից, այնպես որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայը ունենան ապագա։ Մովսյան, то есть ընտրակաշառքներ են, հա, որպես այդ թոշակի բարձրացումը տարատեսակ արտոնություններ տնտեսվարողներին, այս կամ այս սոցիալական խմբերին, արդյոք դրանք իրենց ազդեցությունը չեն ունենա ընտրությունների արդյունքների վրա։ Բնականաբար իրանք այն հույսով են, որ թոշակ բարձրացնելով որպես ընտրակաշառք, որտեղ բնականաբար դա ընտրակաշառք է։ Այն խոստումները, որ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում սրտիկով ավտոբուսով կազմակերպել են, դա եւս ընտրակաշառքի մի մաս է, որտեղ բոլորին ինչ-որ մի բան խոստանում են։ Միտեղ գնում են ասֆալտ են խոստանում, միտեղ վերանորոգենք էս, վերանորոգենք են։ Դա բնականաբար ընտրակաշառքը, ինչպես եւ թոշակառուների թոշակները։ Կային ժամանակներ մինչեւ նախընտրական իրենց քարոզարշավը ներկուսակցական, որ պետքա թոշակառուն ինչ ծախսի 10,000 դրամը, որտեղ ծախսի, հետո դարձավ, որ չէ, խիստ անհրաժեշտություն է 10,000 դրամը թոշակառուն։ Իրենց չի փրկի ոչ ընտրակաշառքը, ոչ արտաքին ուժերի իրենց ներգործությունն ու ազդեցությունը, ոչ էլ իրենց թիմակիցների հետ այն հարաբերությունները, որ փորձում են ստեղծել ժողովրդի հետ։ Ժողովրդի վրա թքելով, թքած ունենալով ժողովրդի ապագայի ու հիմնական խնդիրների վրա չեն կարող վերընտրվել, առավել եւս այն պարագայում, որ ժողովրդի 2 անգամ չէի ուզում նշել, բայց 2 անգամ սխալվեցինք մենք բոլորս ու ընդդիմությունը նաև իրենց հարցում թերացավ ու մենք ունեցանք այն, որ Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ վերընտրվեց։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։